Բարև ձեզ, դուք եք միացել քարոզարշավին, ինչ տրամադրություններ են։ Հաղթական շատ լավ։ Դուք եք մոտենում քաղաքացիներին, բացատրում կարգախոսը եւ այլն։ Օրինակ ինչ եք ասում։ Որ պետք է գնան դրա տեղամաս եւ տեր կանգնեն Հայաստանի Հանրապետությանը, տեր կանգնեն խաղաղությանը, տեր կանգնեն մեր հաղթանակներին, տեր կանգնեն մեր քաղաքին։ Որ հաղթանակներին։ Քաղաքացիները ամեն մեկը իր հաղթանակին, իր պետության հաղթանակին, ապագայի զարգացող պետության։ Չէ, ասում եք տեր կանգնեն մեր հաղթանակներին, որ հաղթանակներին։ Ցանկացած քաղաքացի իր մեջ ունի այ ամենաբարձրակն արժեքը դա խաղաղությունն ու անկախությունն է։ Անկախությունը արդեն իսկ հաղթանակ է։ Մենք տարիով երազել ենք անկախություն ու չենք ունեցել։ Հեսա ունենք ազատ անկախ պետություն։ Դուք եթե չեմ սխալվում նաև պոլիտիկայում փոխտնօրենի պաշտոն եք զբաղեցնում, ճիշտ է։ Այո։ Եվ ձեր աշխատանքային ժամը երբ է ավարտվում։ Ձեր նույն պոլիտիկայից էլի աշխատակիցներ կան, որ մասնակցում են քարոզարշավին, իսկ տնօրենը։ Ոչ։ Միայն դուք եք։ Աշխատանքն են նախ, մենակ ես եմ։ Բայց այդ ահազանգերը որ կան, հա, որ պոլիտիկաների աշխատակիցներին են ասում, որ պետք է գան մասնակցեն, քայլեն։ Բան չկա։ Հատուկ քարոզարշավի համար եք արձակուրդ վերցրել դուք։ Ես տեխնազեն։ Որ համար եք։ 200 վերջերը չեմ։ Կարևոր չի համարը, կարևորը թիպի մեջ ներելն է, կարևոր է, օրինակ։ Ցամաք կարևոր չի։ Ցամաք թիմային արժեք։ Ցամաք թիմային արժեք լրագրողներից։ Ցամաք կարևոր թիմային երբեք տարիներ շարունակ քաղաքական պրոցեսների մեջ եմ, երբեք ամբիցիաներով չեմ շարժում։ Այսինքն ճիշտ հասկացա, քարոզարշավով պայմանավորված նաև որպես տեխնացու արձակուրդ եք վերցրել հենց առաջին օրվանից եւ ոչ միայն Գյումրիում, այլ շրջում եք թիմի հետ բոլոր տեղերում մասնակցում եք քարոզարշավին։ Հիմնականում Գյումրիում։ Շիրակի մաս։ Ձեր անունազգան որ սխալ։ Խաչատրյան։ Շնորհակալ։ Գյումրու թիվ 2 պոլիտիկայի։ Երրորդ պոլիտիկայի փոխտնօրեն։ Այո։ Շնորհակալություն։